գնալու այստեղ կանգնեք, Մեր կարին են կասա ինքնավիրյալ։ Մենք որոշեցինք հավաքվել ապրիլի 14-ին, որտեղ մեր նամակի պատասխանները միջև այդ կստանանք եւ առաջի երամսյակից հետո կլինի, մարդիկ իրանց վրա կզգան, որ խապված են այդ 6 ամիս հետաձգելը։ Ում նամակի, այսինքն Նիկոլ Փաշինյանի բոլոր տեղերը նամակներ ունենք, սպասում ենք պատասխանների։ Ասելիքը եւ պահանջը ձևավորել եք, ինչի պահանջ ունեք դուք։ նամակի չեք ստացել։ Նամ ձևակերպել ձեր պահանջը, ինչ եք դուք պահանջում։ մի հատ էտի ներկայացրել։ Մեր պահանջը, քանի որ օրենքը շատ փնթի ձևի ընդունվել, այսինքն չի ուսումնասիրվել խմբերին տարբեր մակտիկ 55000 մակտում ու ըտե ասենք չգիտեմ ամեն ասենց աղաչի հայացքից որ կարելի է բաժանվել օրինակ Մարզեր ու Երևանի այս կարգի խանութներ ուներ ընդ շոր միրգ քանի որ մի խոսքով ֆոկուս խմբերով ուսումնասիրություն չի արվել օրենքի կասեցումը մենք պահանջում ու այդ արանքում էլ մենք էլ մեր կողմից պատրաստենք ոնց որ գանք էկոնոմիկայի նախարարության հետ այսինքն ոչ թե հարկային տեսչության հետ բանը այսինքն իրականությունը փոխենք ինչքան նախարար նոր կառավարություն ուներ ինչ անենք էկոնոմիկայի փոխնախարարով Մխիթարյանը Մխիթար Չախտղեն Էդգար Մխիթարյան այն անգամ իր հետ ենք խոսացել մի խոսքով որ բարեկը կանգնացրել է բավարարվել չգիտեմ դա ավելի իրական չէ մի խոսքով օրենքը կասեցնեն օրենքը կասեցնելուց հետո ոնց որ նստենք այդ թվերը նայեն ես համոզված եմ ուղղակի համոզված եմ եթե աշխատեին այս օրենքը չէին ընդունել Դուք Գևորգ Պապոյանի հետ հանդիպում ունեցել եք արդյոք կա նման հույս Գևորգ Պապոյանը ճիշտ ասած այդ հանդիպմանը ոնց որ մի կողմից մենք գնացել ենք այդ օր եթե հիշում եք մենք ուղղակի մենք ֆիքսել էինք մեր համար որ էկոնոմիկայի նախարարությունը մեղել է չկա այսինքն նախարար ունենք նախարարության աշխատակիցներ ունենք ու միջինացված ասենք կարող այդքան էլ վատ անձնական մակտիկ չեն, բայց չունենք։ Ու ոնց որ մի կողմից լավ էր, որ ինքը իջավ մեր այդ հանդիպան, մենք չենք ակնկալում։ Մյուս կողմից լավ չէ, որտեղ մենք պատրաստ չենք այդ հանդիպման ընդ ամեկ-մեկս ոնց որ մի խոսակցությունը չստացվեց ու դուս եկա, որ դա իրականում լավ, բայց ինքը ասենք այնտեղ sense արտահայտություն էր օրինականում, որ էկոնոմիկայի նախարարության գործը չէ, հարկային քաղաքականությունը, բայց իմ պատկերացումով դա մեր հենց դա բնորոշումը այն որ էկոնոմիկայի նախարարություն չունենք եթե պարոն նախարարը ասում է էկոնոմիկայի նախարարություն չէ որ ինքը քաղաքականություն մշակող մարմին է եթե իրանց գործը չէ էլ ինչի՞ն ասենք օրենք ընդունելուց իրանք դրական եզրակացություն տվել իսկ ՓՄԶ այդ ՓՄԶ աշխատակիցը Ղիբսիմեն էլ ասավ, որ դա բանը Քերոփյանի ժամանակ իր անձնական որոշումն է կայացրել։ Այսինքն լյուբոմ գասկոյի եթե անձնական որոշումը դա հել է քաղաքական որոշում ինքը, այսինքն ի սկզբանե սխալ է, որովհետև ոնց կարա ասենք, այսինքն պետք է թուղթ լինի, գործ լինի տակը, չէ՞։ Օրենք են ընդունում, ասենք, պետք է գան, տենան, ասենք, այդ մարտիկ, ասենք, ինչ են անում, ասենք, նույնը, ասենք, օրինակ տարիքով մարտիկ կան, որ այս օրենքով չեն կարող աշխատի։ Ինչ, մենք ասենք այդ 60 տարեկան մարդուն, որը իմ մեջ մենակ ոնց որ 60-70, ասենք, մենակ հարգանք հաղաջացնում, որ այդ մարդը ամեն օր հելնում, այդ փոքր խանութը աշխատացնում, ասենք, մենք իրան ինչ ենք ասում ենք, դու գնա այս բաները սովորի կամ էլ պետք է հաշվապապայես դրա եկամուտը չի երիքելու գնա փակվի կարճ ասած օրինակ դա մի խումբն եմ ասում էլի իրանք սկի տարիքային չեն դրեն որ դա կարային իրանք այդ բազայով չլնեին գային քավագաստեին մատ այդ խանութը տենային օրինակ իրանք դաժե դա չեն արել այսինքն ասում են սոցիալ չգիտեմ վարչապետը ինչ էր ասել իբր թե գնացել է Գերմանիա տեսել եմ տարիքով մարդ տոնց մի բան է չէ պատմում հեկ այսինքն մարդիկ մեր Հայաստանում կան իրենք չեմ ասում շատ են բայց այդ մարդկանց էլ ասում են չէ փախակ դուք ու օրենքներն էս պետք է լինի որ կարողանանք աշխատենք օրենքով ստե ասեմ ձեզի մի հատ ամենակարևոր բանը հարգելի լրագրողներ դուք էլի շեշտադրեք ստե մենք ոչ եկել ենք ասում ենք հարկը այնքան էդ էլ կա բայց հիմնականը օրինակ ինձ ինչն է ստիպում ամեն անգամ քյավագից դնել գալս է ես ուզում եմ այնց երկրում ապրենք որ օրենքները ընդունում են օբյեկտիվ այսինքն հիմքով ու մենք ես ուզում եմ հարկ
Բայց ոչ բոլորին հավասար դաշտով։ Խափենք, եթե ուզենանք խափենք, հա խափենք էլի։ Ասենք հաստատ իրանք այդքան ասենք չեն կարա մեզի այդքան հետևի։ Հիմա տալիս եք հա։ Հա, վճարում ենք։ Մենք ենք շնորհ։ 14-ը ո՞նց է որոշվել։ Մեկ ամիսը պահելով ավելի շուտ չեք դուք նամակներ։ Ապրիլի 14-ին չէ, որտեվ հազիվել այդ ժամանակ պատասխանները մենք ստանանք։ Դրա համար համեր երամսյակը, որ մարդիկ իրանց վրա ստան։ 5 ֆոկուս կոմբա, ամեն մեկի հետ մինիմում կեսօր կներես։ Ասեմ թե չէ։ Մեկ ժամը կարծիքով ենք, բայց ոչ հերոստատիտողը, ոչ իշխանությունը, ոչ էլ մենք չհասկացանք։ Ի վերջո ձեր պահանջը եթե չկատարվի, դուք ինչի եք ընդունակ, ինչ եք պատրաստվում անել։ Ընթացքը ցույց կտա։ Ընթացքը ցույց կտա։ Չէ, իմի տեսեք, մենք ձեր հարցին ոնց պատասխանենք, եթե էկոնոմիկայի նախարարը մի րոպե, եթե էկոնոմիկայի նախարարը մեր հետ հանդիպում ունի, օրը պետք է նշանակի, մենք ինչ են պետք է պատրաստվենք։ Բայց այդ գործընկերին ասում են, որ ասելա, որ դա իր ոլորտը չի։ Չէ, բայց նաև վերցրել Բայց նաև մեզ հետ հանդիպում պետք է ինքը ունենա։ Պետական հանդիպումները քննարկել, որ ինքը մեր առաջարկները բարձրացնի։ Ժողովուրդ ջան, ասենք դրանից Կարող է այսօր ինքը գնա հարցնի իրան ասում, որ ինքը պատասխանատու է։ Բաց նամակով դիմենք, օրինակ մենք նրա հետ էլ համաձայն չենք, որ մեր մյուս քաղաքական ուժերը բացի հանրապետական կուսակցությունը, նրանից առաջ իհարկե իրանց նախագահան Արամ Սարգսյանը ասել էր, որ մենք մեր մեջը կամ մինիմում սենց էր ձևակերպել, այսինքն ինչ որ մարդիկ գործակալական ցանցով մեզ ղեկավարում են, հանրապետություն Արամ Սարգսյան, ես ինչ ասացի, սխալ ասացի։ Հա, Ազգեն Սարգսյանի եղբոր մասին է խոսքը։ Իրանք հետո մենք տենց մի քիչ ասացին անդե, հետո իրանք հանդես եկան, որ դրան դեմ են։ Բայց մյուս քաղաքական կուսակցություններն էլ պետք է իրանք դիրքորոշումը հայտնեն, վերջը բոլորը ունեն իրանք ծրագրերում ՀՄԾ զարգացում, այսինքն իրանք պետք է հայտնեն, օրինակ մասնավորապես այն ընդդիմությունը, ով որ ազգային ժողովում է, իրանք կարան ու ասեմ մեզնից անկախ, իրանք անցյալ անգամ իրանք հետ տենց Չէ, խոստում պետք չէ տան, ասենք դրանք թող իրանց դիրքորոշումը հայտնեն, ասենք պահանջը մի նախարարությամբ փորձենք ազգային ժողով կասեցնա։ Մեր պահանջը վերանայեն օրենքը։ Առաջին հերթին կասեցնեն եւ փուլ առ փուլ քննարկեն։ Բոլոր բնակավարները այնպիսի դաշտ ստեղծեն, որ գործատուն էլ սիրով վճարի այդ հարկը, չսպասի որ իրան գանտու գանեն, սիրով վճարի։ Եվ ավելի հաճույքով մենք վճարենք, քան մեզ պարտադրեն։ Պետք է ստեղծեն այդպիսի դաշտ, որ բոլորս էլ հաճույքով աշխատենք, ծաղկենք ու ոչ թե մտածենք, վայ այսօր հարկայինն եկավ։ Մեր ամբողջ ժամանակը մենք տրամադրում ենք հարկայինին, բնականաբար ծաղկելու տեղ էլ չկա երկրում։ Ամեն պայմաններ ստեղծում են, որ մեզ վնասեն, բայց մենք փորձում ենք դեռ գոյատևել, աշխատել, ապրել։ Որ նայեք բանկերով էլ կարող եք նայել, ասենք ԱԶ-ները ինչքան վարկեր ունեն, որ նենց նայեք կտեսնեք էլ օրեկան քանի ԱԶ է բացվում, բնականաբար դեպորտների տակ եղած հայեր կան դրսից գալիս են, սկսում են նոր բացվել, չիմանալով, մտածելով, դա բնական է, փորձում են կայանալ Հայաստանում։ Դրա համար դուք էլ կարաք այդ ամբողջ վերլուծությունը նայեք, դուք էլ մեկնաբանեք, իրանք պետք է նայեն օրենքը, վերանայեն օրենքը, որտեղ օրենքը հենց նենց չեն հանում, օրենքը քննարկումով են հանում, գործատուի հետ են քննարկում, որն է ճիշտ, որ ինքն էլ սիրով այդ հարկը վճարի։ Ընդունումից հետո քննարկում են։ Հա, դե մեր երկրում տենց է, բնականաբար ամբողջ աշխարհում հակառակա, մենք միշտ հակառակին ենք գնում։ Հետո սա տանելու է շատ բարձր թանկացման, նաև մեզ պետք է միանան վարսավիրանոցները, մեզ պետք է միանան ռեստորանները, որը թանկացել է, բոլոր բնակավարում է թանկացել։ Կարելի է ենթադրել, որ ապրիլի 14-ը լինելու է ձեր վերջնական այսպես ակցիայի օրը ու ինչ կարծում, այսինքն իրանց ճանաչելով չեմ կարծում, որ կարող է լինի ապրիլի 14-ը, դե բնականաբար արդեն կորոշենք ինչ ձևերով պայքարել, հա, ինչ սցենարով պայքարել, էլի։ Հնարավոր է փողոցներ փակեք։ Դա էլ է հնարավոր, դե հիմա արդեն ապագան է ցույց տալիս ինչ կանենք։ Չգիտենք ինչ ձև, կարող է եւ ապրիլի 14-ին միջև հասնելը մեզ ընդունում են կամ ինչ որ հարց է քննարկում։ Հիմա մենք հայտարարություն անենք, վայ գիտեք մենք փողոց ենք փակելու, բայց չհասնի դրան։ Բայց ով գիտեր որ այս տեսակի հարկ կունենանք մենք։ Հիմա ինչ մանանք վաղ ինչ կլինի։